Բայց սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղդամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 12-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան շարունակում է ներկայացնել նյութական աշխարհի ուրեմն հոգեբանական արարչագործության process-ը։ Այսինքն, թե արդեն ինչպիսի անձնական որակներով եւ այդ որակների համապատասխան որոշակի մարմիններով լցվում տիեզերքը եւ ինչպես է այդ process-ը տեղի ունենում։ Ուրեմն մենք տեսանք, որ Տեր Բրահմայի ունքերի մեջտեղից դուրս եկավ ջղայնությունը եւ խոսեցինք դրա մասին, որ իրապես այո, դա այդպես էլ հենց կա, մարդը երբ որ ինքը ջղայնանում է, ակամա ունքերը կիտում է։ Եվ ուրեմն համապատասխան կարողանում ենք հասկանալ, որ շատ հետաքրքիր կետ էր այդ կետը, որտեղ Բրահման ինքը Ռուդրայի գոյությունը չհերքեց, ընդունեց, մենք ձեզ հետ քննարկեցինք, թե ինչ կարևոր դեր է կատարում տրանսֆորմացիան, ասենք, այդ ավիրման process-ը, այսինքն տրանսֆորմացիայի process-ը, երբ որ մի բանը պիտի վերանա, որպեսզի վերածվի ինչ-որ մի հատ ուրիշ բանի, չէ՞, եւ ուրեմն դրա համար Տեր Բրահման ինքը իմաստուն ազնվորություն լինելով, նյութական բանականության մարմնավորումը լինելով, կդարեք անմիջապես ընկալեց, որ այս սկզբունքը ինքը շատ կարևոր դեր է կատարում նյութական աշխարհում, մենք փորձեցինք մի թեթև քննարկել այդ դերը, հա, իրականում այս թեմաները իրենք շատ խորը թեմաներ են եւ այսպես բանալով հնարավոր չի իրանց այսպես էլի սպառիչ քննարկել, բայց ինչքան որ առաջի ծանոթության ժամանակ կարելի է խորանալ, մենք այդքանով փորձում ենք խորանալ։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը չհերքեց այդ սկզբունքը եւ ավելին տվեց նրան տարբեր տեսակի ուրեմն բաներ, անուններ, չէ, եւ տրամադրեց 11 կին, օրնելով նրան, որպեսզի ինքը գնա, ապրի այն տեղերում, որտեղ իրեն սահմանված է, որտեղ Տեր Բրահման ինքը մատնանշեց, ունենա ուրեմն սերունդներ եւ ունենա սերունդներ։ Մենք տեսանք, որ երբ որ սերունդները իրենք շատացան, իրենք միավորվեցին եւ փորձեցին կուլ տալ, այսինքն կլանել տիեզերքը։ Եվ բարիս բում, եւ բարիս ուրեմն վերացական իմաստով։ Մեր այսօրվա տեքստերը ես հիմա ընթերցեմ եւ մենք շարունակենք քննարկումը։ Ուրեմն Շիմոն Բաղդամ 3-րդ երգ 12-րդ գլուխ 18-րդ տեքստ։ Որդիս, ավելի լավ կլինի դու քեզ ասկեզաներին տաս։ Դա օգուտ կբերի բոլոր կենդանիակներին ու քեզ էլ կերջանկացնի։ Միայն ասկեզայի շնորհիվ դու կկարողանաս տիեզերքն այնպիսին անել, ինչպիսին որ այն նախկինում էր։ Միայն ասկեզայով է կարելի մոտենալ Աստծո անձնավորությանը, Տիրոջը, որ բնակվում է յուրաքանչյուր կենդանիակի սրտում եւ միևնույն ժամանակ անհասանելի է մնում զգայարանների համար։ Ինչպես տեսնում ենք, Տեր Բրահման ինքը ուրեմն իրականում հիմա առաջարկեց Ռուդրային իր սեփական փորձը, չէ՞։ Այստեղ տեսնում ենք, որ ինքը բանի գիծը, իրադարձությունների գիծը ինքը շատ կտրուկ շրջադարձ է կատարում, հա, ինչու համար, որովհետև հենց նոր Տեր Բրահման ինքը կանգնեցրեց այն արարչագործությունը, եթե կարելի այդպես ասել, որ իրականացնում էր Ռուդրան, ինչու, որովհետև իր սերունդները սկսեցին հոշոտել տիեզերքը։ Եվ ինչ արեց Տեր Բրահման դրանից հետո։ Մենք տեսանք, որ ինքը մոտեցավ, առաջինը մոտեցավ Ռուդրային, հիմա մոտեցավ խնդիրով,
որովհետև տիեզերքը ավիրվում է եւ այս պահին դեռ նույնպես պատկերավոր ասած ավիրման ժամանակը չի եւ այս պահին պետք է որ ուրեմն իրականում տեղի ունենա բանը ասեք պետք է տեղի ունենա առաջագործությունը իսկ դեռ չսկսված ուրեմն ռուդրայի սերունդները արդեն փորձում են առաջագործությունը ոչնչացնել բայց մենք տեսնում ենք որ բրահման ինքը կանգնեցրեց ռուդրային որովհետև այդ գործողությունները իրենք սխալ էին բայց ինչ արեց հետո շատ հետաքրքիր պահվածք դրսևորեց Տեր Բրահմանը։ Ինքը ոչ ջղայնացավ, չէ՞ օրինակ տեսեք ասենք, եթե մենք վերցնենք մարդկանց օրինակը, ապա կարող ենք ասել, չէ, որ մարդիկ իրենք ինչ են անում։ Իրենք ասենք, եթե դժգոհ են մնում իրենց երեխաներից, կարող են շատ ծայրահեղ բառեր ասել իրենց երեխաներին։ Օրինակ, մենք հայերով կարող ենք ասել ոչ էիր ծնվել, չէ՞։ Մայրերը մեկ շատ ավելի խիստ եւ ավելի կոպիտ բառեր են ասում այդ իմաստով, չէ՞։ Այսինքն անմիջապես գնում է այդ ժառանգին հերքելու, պատժելու, նրանից ազատվելու, բրծնելու ցանկությունը արտահայտելու եւ այլն գործողությունները։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը ընդհանրապես այդպիսի ոչ մի սիմպտոմ ցույց չտվեց, որ ինքը տրամադրություն ունի ռուդրային պատժել։ Այսինքն ինքը ոչ փորձ կատարեց ռուդրային պատժել, ոչ հերքեց ռուդրային, հա, ինքը չհայտարարեց, որ դու սխալ էիր, այսինքն այ որ ես քեզ ունեցել եմ, դա ահա որ սխալ էր, հա։ Ինքը ուղղակի ռուդրային ուղարկեց ճգնություններ կատարելու։ Եվ մենք հիմա ձեզ հետ շփվում ենք իրական արիացու պահվածքի հետ։ Շփվում ենք նրա զսպվածության հետ, նրա շփվելու մշակույթի հետ։ Հասկանում եք, եւ իհարկե այս իմաստով եւ Մահաբհարատան եւ Շրիմադ Բհագավատամը իրանք շատ խորը եւ շատ կարեւոր գրվածքներ են։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ իրականում հիմա պատկերացրեք, չէ, որ ասենք կա ինչ-որ մի տղամարդ, որի տղան ինքը սկսել է ավիրել իր հոր ստեղծածը։ Չէ՞։ Հայրը ինքը կարող է մտնել այդ ջղայնության բանի մեջ, չէ՞, եւ շատ կոպիտ ձևով մոտենալ իր որդուն։ Տեր Բրահման ինքը հիմա նույնիսկ այդ քրիտիկական պահին իր որդուն իրենից չբաժանեց։ Ինքը մոտեցավ իր որդուն եւ ասեց որդիս։ Հասկանում եք, այսինքն ինքը մոտեցավ ռուդրային իմինը որպես ծնող, որպես հայր, որը տեր է, հասկանում եք, որը մինչև վերջ տեր է այն անձնավորությանը, ունեցել է։ Սա շատ կարևոր բան է, շատ կարևոր կետ է։ Այսինքն նույնիսկ ամենավտանգավոր սխալ կատարելուց հետո ռուդրայի կողմից Տեր Բրահման ինքը չի փոխում հարաբերությունները, ինքը հարաբերությունները չի դնում հարվածի տակ, ինքը չի բրդում իր որդուն իրանից, հա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինքը չի խոսում դատավորի այսպես դիրքից, հա, այլ ինքը միևնույն է, այսինքն ինքը գալիս է, չէ, հիմա ինքը եկել է եւ ինքը ինչ-որ մի բան պիտի կանացնի, այսինքն ինքը պիտի ինչ-որ մի հարցում իր որդու գործողություններին խոչընդոտի, չէ՞։
բայց ինքը միևնույն է խոսում է որպես հայր եւ խոսում է որպես իր որդու այսինքն այդ որդիս բառով, որով ինքը դիմեց Ռուդրային, ինքը անմիջապես Ռուդրային ասեց. այո, դու սխալվել ես, այո, քո սերունդները շատ վտանգավոր գործողություններով են զբաղված, բայց դա ոչ մի կերպ չի ազդում նրա վրա, որ դու իմ որդիս ես, եւ դա փոխել հնարավոր չի, դու իմ որդիս ես, ես քո ծնողն եմ, եւ իմ պարտականությունն է պաշտպանել քեզ, հա, ոչ միայն ուրիշներից, այլ սեփական սխալներից, հա, եւ եթե ես մատնանշում եմ քո սխալը, դա դեռ չի նշանակում, որ ես քեզ վատ եմ վերաբերվում։ Հասկանում եք այդ որդիս բանը դիմելը ինքը շատ կարևոր կետ էր։ Հիմա եւ տեսեք ինքը չի ասում սրիկա, այսինչ եք արել, ես մի կողմից արարում եմ, իսկ դուք ամեն ինչ քանդել եք, ինչպես եք դες թույլ տվել, անից վեր այն օրը, երբ որ ես ձեզ ունեցա, այսպիսի բառեր ընդհանրապես չի ասում։ Այն ինչ որ մեր դարաշրջանում սովորաբար ասում են մարդիկ։ Այո, մենք հիմա խոսում ենք Տեր Բրահմայի մասին, բայց երբ որ արիական քաղաքակրթությունը կար, ամենասովորական արիացին խոսում էր նույնպես, ինչպես հիմա խոսում է Տեր Բրահման։ Հա, տեսեք, ուրեմն ինքը մոտեցավ, ինքը չկշտամբեց, ինքը ասեց լավ կլինի, այսինքն միանգամից ինչ որ դրական բանի մասին է խոսում, առաջարկելով իր որդուն ինչ որ մի հատ ավելի լավ բան։ Ինքը ասում է լավ կլինի, եթե դու քեզ նվիրես ճգնություններին։ Եվ այստեղ այդ լավ կլինին ամենակարևոր բառն է։ Մենք տեսնում ենք, որ Բրահման իրեն թույլ չի տալի այդ սահմանը անցնի, որպեսզի իր որդուն ասի դու վատն ես։ Հա? Ինքը ուզում է ասի, որ այո, դու հզոր ես։ Ես սա ակնհայտ է։ Դու հզոր ես, քո զավակները նույնպես, հա? Բայց կա ավելի լավ մեթոդ օգտագործել սեփական ուժը։ Հասկանում եք, այսինքն միանգամից այսպես ավելի լավ բան է առաջարկում։ Հասկանում եք, եւ սա ինքը շատ խորը ներքին մշակույթ ունեցող ազնվորության մասին է խոսում, չէ՞։ Հիմա ինչ է նշանակում տապաս բառը, այսինքն ճգնությունը, հա? Ուրեմն այս բառի արմատն է տապ արմատը, որը ինքը թարգմանվում է տաքացնել, վառել, հա? Չգիտեմ, տեսեք հայերեն ինագրիվացի գրեց, էդի նույն բառն է, տաքացնելն է, չէ՞։ Ուրեմն ես ստիպված եմ այստեղ մի բառով ասեմ, էլի, տաքացնել եւ վառել, հա? Ուրեմն նախասկզբնական բանով, չէ, այդ տապասյա բառը ինքը խոսում է, օրինակ շատ հաճախ մարդիկ ընկալում են, որ այդ ճգնություններ բառը ինքը իր մեջ պարունակում է ինչ-որ, երբ որ անձնավորություն է, ինքը իրան տանջում է, ինքը իրան, չգիտեմ, ինչեր է անում, բան, այո, իհարկե կան եւ այդպիսի մարդիկ, բայց նրանք, ովքեր ճգնությունները կատարում են այդպես, դե Շի Քրիշտան Բhagavad Gita-ում ինքը ասում է, այն ճգնությունը, որի ընթացքում կենդանիակը տանջում է իրեն եւ ինձ իր մարմնում, հա, այդպիսի ճգնությունը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Այն ճգնությունը, որը ինքը գտնվում է, կատարվում է բանով, ինչ որ մի էգոիստական շահ հետապնդելով, այդպիսի ճգնությունը ինքը ուրեմն գտնվում է գրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Հասկանում եք։ Այսինքն հիմա այստեղ մենք պիտի հասկանանք, որ Տեր Բրահման ինքը խոսում է այդ աստվածակենտրոն բանի
տապասիայի ճգնության մասին, հասկանում եք, և սա այսինքն ինքը ոչ թե ասում է Ռուդրային գնա նստի և տանջի քեզի, հա, ինքը դրա մասին չի խոսում, ինքը ասում է գնա նստի ճգնություն արա, այդ առաքինության մեջ ճգնությունը դա տրանսֆորմացիայի մասին է խոսքը, այսինքն ինքը ինչ ասեց, ինքը ասեց, այո, դու ջղայնության էներգիան ես, դու ավիրման էներգիան ես, դու վերափոխումների էներգիան ես, բայց դու և քո սերունդները այս պահին ձեր հզորությունը օգտագործեցիք ոչ թե տրանսֆորմացիայի համար, որը շատ ավելի հետաքրքիր կիրառում է ձեզ համար, այլ դուք օգտագործեցիք նրա համար, որպեսզի կուտակ տիեզերքը, բայց տիեզերքը ինքը ինչ-որ բանի համար է նախատեսված և այդ դուք և ոչ մեկ իրավունք չունի այս պահին տիեզերքը ոչնչացնի, դա եթե դու ունես այդ տիեզերքը ոչնչացնելու ուժը, հա, այդ ուժը ոնց որ իմ արարիչ ուժն է դրված Գերագույն Աստծո ազնվորության կամքի այսպես տակ, հա, այդպես էլ քո ուժը պիտի ենթարկվի Գերագույն Աստծո ազնվորության կամքին, սա է հիմա Բրահմայի ասածը, չէ՞։ Այսինքն ինքը հիմա տանում է իր որդուն այդ ուղղությամբ, որ իր որդին ոչ թե տառապանքի մեջ գնի, ոչ թե սկսի ինքը իրան տանջել, մեղք ես, ինչ բան ես, ինչ եմ արև, փունամինյա, չգիտեմ ինչ չէ, հա, մենք տեսնում ենք, որ ինքը ուղղում է իր որդուն տրանսֆորմացիաների ճանապարհ, որովհետև ճգնությունը կատարվում է տրանսֆորմացիայի համար, այսինքն վերափոխման համար, հա, և ինքը ինչ ասեց, ինքը ասեց քո համար դա լավ է, իսկ կենդանի էակներին բարիք կբերի, հա, և այստեղ իհարկե առաջանում է այդ հարցը։ Որ հարցը։ Ինչու, եթե Ռուդրան ինքը ճգնություն անի, իրա ճգնությունը բարիք է բերելու ամբողջ տիեզերքում ապրող կենդանի էակներին։ Ինչու համար։ Որովհետև ցանկացած տրփանքից և ջղայնությունից ազատագրված ուժը ինքը միշտ դառնում է բոլորի համար օրհնություն։ Հասկանում եք, իրականում թույլ կենդանի էակները իրանք միշտ կարիք ունեն հզորության, հասկանում եք, չէ՞, բայց եթե հզորությունը ինքը տգիտության և կրքերի գոհավիճակի ազդեցության տակ է, այդպիսի զորությունը ինքը չի պաշտպանում կենդանի էակներին, այլ հակառակը շահագործում է կամ բռնանում։ Հասկանում եք, դրա համար Տեր Բրահման ինքը ասեց գնա ճգնությունների դաշտ և այդ ժամանակ քո ուժը ինքը կմաքրվի և կդառնա բոլոր կենդանի էակների համար օրհնություն։ Հասկանում եք։ Այսինքն քո ուժը հիմա ավիրում է, որովհետև ինքը ինչ-որ մի բանից մաքուր չի։ Հենց որ դու մաքրագործեցիր քո ուժը, այդ ուժը ինքը կաշխատի պաշտպանության համար։ Հասկանում եք, հա։ Եվ Տեր Բրահման ավարտեց այն մտքով, որ եթե դու այդպես անես, դա հենց ինքդ քեզ էլ կդարձնի երջանիկ։ Եվ սա ամենազարմանալի բանն էր, ինչ որ Տեր Բրահման ասեց։ Այսինքն Ռուդրան, որի բնությունն է ջղայնությունը, չէ՞, Տեր Բրահման եկավ եւ ասեց, որ այ երբ որ դու ենթարկվում ես այդ ջղայնությանը, ու այդ ջղայնության հիմքի վրա ավիրման process, տրանսֆորմացիայի process-ներ ես սկսում, չէ՞, դու ոչնչացնում ես այս աշխարհը։ Եթե դու մաքրագործես քո ուժը, իսկ մաքրագործելը դա միշտ նշանակում է տաղանդը կամ ուժը դնել Գերագույն Աստծո ազնվորության այդ էլի մտադրությունների դաշտում,
ենթարկեցնել իրեն, չէ՞։ Եվ երբ որ խոսքը գնում է ճգնության մասին, ցանկացած մարդ, հիմա դուրս գանք փողոց, ցանկացած մարդու կանգնացնենք, ասենք, այդ ձեզ ինչ եք պատկերացնում, ինչ է նշանակում ճգնություն։ Եվ ցանկացած մարդ ինքը միանգամից կկենտրոնանա նրա վրա, որ ճգնությունը դա երջանկությունից հրաժարվելու process-ն է։ Իսկ այստեղ Տեր Բրահման ինքը ասեց ուղղակի հակառակը։ Ինքը ասեց, որ իրական ճգնությունը, այսինքն առաքինության գոյավիճակի մեջ ճգնությունը, ինքը երջանիկ է, այդ ուժի տիրոջը դարձնում է բոլոր կենդանիակների համար բարենպաստ կենդանիակ, հա? Իսկ նրա համար, որ ինքը հենց ինքը այդ ճգնությունը կատարում էր, այդպիսի ազնվորությունը ինքը երջանկանում է։ Թվում է, որ շատ տարօրինակ պնդում է, հա? Բայց իրականում, չէ՞, դա այդպես է, որովհետև երբ որ ազնվորությունը ինքը այդպես է վարվում, չէ՞, ինքը վերանում է իր ներսի կոնֆլիկտը։ Վերանում է իր ներսի կոնֆլիկտը ուժի եւ այդ ուժի նախասահմանման հարցի շուրջ։ Հա, հիմա տեսեք, Տեր Բրահման ինքը առաջարկեց Շիվային, Ռուդրային, որպեսզի ինքը զբաղվի բանով, ճգնություններով, չէ՞։ Եվ ուրիշ ոչ մի ուրիշ ելք չտվեց։ Ինքը չասեց օրինակ, դու կարող ես անել այսպես, կամ կարող ես անել այսպես, կամ կարող ես անել այսպես։ Ինքը ասեց ոչ, միայն ճգնությունները։ Հասկանում եք։ Եվ երբ որ Տեր Բրահմայի նման ազնվորության կողմից է հնչում այդ միայն, այդ կատեգորիկ բառը, միայն ճգնությունների շնորհիվ, սա իրականում արդեն Տեր Բրահմայի կողմից, այսպես էլի կարելի ասել, շատ լուրջ ճնշում է Ռուդրայի վրա, որովհետև ինքը Ռուդրային չտվեց ընտրություն, ինքը ասեց միայն ճգնության շնորհիվ։ Հասկանում եք, ինքը չասեց իշխանության շնորհիվ, գիտելիքի շնորհիվ նույնիսկ չասեց, ինքը չասեց ունակությունների շնորհիվ, ինքը ասեց իմինը միայն ճգնությունների շնորհիվ։ Չէ, տեսեք, այստեղ մենք արդեն անմիջապես խնդիր ունենք, փորձենք շատ լուրջ հասկանանք, թե ինչ է հասկանում Տեր Բրահման, կամ հիմա ինչի համար է ինքը Ռուդրային այդ ճգնությունների ճանապարհով տանում, որովհետև այդ խնդիրը, որը հիմա Բրահման ուզում է լուծել, ինքը լուծվում է ըստ Բրահմայի միայն եւ միայն ճգնությունների միջոցով։ Այսինքն հոգևոր մարդը ինքը պետք է իմանա, որ իր կյանքում ինչ որ մի բան կա, որի վստահաբար ասեմ էլի, որի հախից գալու համար ինքը պետք է իմինա ճգնություն կատարի։ Ոչ աղոթի, ոչ, չգիտեմ, ծառայություններ կատարի, ոչ բանին, ասենք, եկեղեցուն բանանի, ծառայի, այլ իմինը պիտի ճգնություններ կատարի։ Հա? Հիմա ինչ ասեց Բրահման, ինչի համար, հա? Ինքը ասեց միայն ի շնորհիվ ճգնությունների դու կկարողանաս ասածվարից արարել տիեզերքը այնպիսինը, ինչպիսինն էր ինքը առաջներում, այսքան ժամանակ, երբ որ ես էի բանանում, էլի, երբ որ ես էի արարում, չէ՞։ Այսինքն, տեսեք, Բրահման ինքը չի ասում, դու պետք է հորինես նոր տիեզերք, հասկանում եք։ Ինքը ուղղակի ասում է, դու պիտի վերականգնես աստվածային կարգ ու կանոնը։ Հասկանում եք։ Այսինքն ասկեզան ինքը ոչ թե նրա համար է, որ մարդը ինքը ինչ-որ նոր բան հնարի, հա? Ասկեզան ինքը նրա համար է, որպեսզի ազնվորությունը ինքը իր գիտակցությունը, իր կարողությունները,
ներդաշնակության մեջ բերի Գերագույն Աստծո ազնվորության միտումների հետ։ Հասկանում եք։ Եվ հաջորդ տեքստում, այսինքն մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման այս միայն ասկեզան ինքը երկու անգամ է կրկնում։ Մի անգամ ասես 18 տեքստում, մյուս անգամ կրկնում է 19 տեքստում, երբ որ նորից ասում է միայն անելով բան էլի, սա վշա է։ В общем, միայն ճգնությունների մեջ է, որ խնդիրը կարող է ինչ-որ լուծում ստանալ։ Երբ որ ընդհանրապես արիացիների սուրբ գրվածքներում, երբ որ ինչ-որ մի գաղափարը, տեսեք իրանք էսպես են, էլի, ասենք, ինքը հանգիստ խոսում է, Տեր Բրահման ինքը իրականում շատ հազվադեպ է ջղայնանում։ Կարելի ասել ինքը էլ ամենահամբերատար էակներից մեկն է։ Եվ ուրեմն ինքը այսպես ինքը հիմա անհանգստացած, չբավարարված վիճակում է։ Մենք տեսնում ենք, որ ինքը իր տղայի հետ խոսում է այնպես, որ ոչ մի ավելնորդ բառ չի օգտագործում, չէ՞։ Եվ տեսեք, երբ որ կրքի կամ հատկապես տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակները իրանք ջղայնության վիճակում փորձում են ինչ-որ բան բացատրել, չէ՞։ Իրանք որպեսզի շեշտեն կարևորությունը, սկսում են գոռալ։ Այստեղ ուրիշ մշակույթ նկարագրվեց։ Շեշտելով իր ասացի կարևորությունը այդ դրա համար, որպեսզի ինքը շեշտի, չէ՞։ Տեր Բրահման ինքը լրիվ ուրիշ բան արեց, ինքը ուղղակի երկրորդ անգամ կրկնեց։ Եվ այո, սա արիական մշակույթի, իր այդ հարաբերությունների արիական մշակույթի շատ կարևոր սովորություններից մեկն է, հա, որ կարևորագույն բաները, որպեսզի այդ դիմացինը հասկանա, որ խոսացողը ինքը այն ինչ որ ինքը հիմա ասում է, դրան հատուկ նշանակություն է տալիս, արվում էր ոչ թե ձայն բարձրացնելու հաշվին, դա արվում էր կրկնելու հաշվին։ Այսինքն, երբ որ Տեր Բրահմայի նման ազնվորությունը ինքը երկու անգամ իրար հետևից ասեց, միայն կատարելով ասկեզաներ, չէ՞, ինքը շեշտեց, որ ինքը հատուկ նշանակություն է տալիս այդ երևույթին։ Հիմա, եւ տեսեք, Ռուդի, խոսքը գնում էր առաջագործության մասին, չէ՞։ Հիմա Տեր Բրահման ինքը փորձում է կանգնացնել Տեր Շիվայի եւ նրա սերունդների այդ ավիրող գործողությունները։ Հիմա ինքը ասում է միայն ուրեմն բանն է, ասկեզան է, որի միջոցով դու կարող ես այս խնդիրը լուծել, չէ՞։ Բայց հետո բարձվում է, որ ասկեզան ինքը նրա համար է, որպեսզի անձնավորությունը ինքը մոտենա Աստծուն։ Հա, սա շատ հետաքրքիր ձևակերպում էր Տեր Բրահմայի կողմից, չէ՞։ Այսինքն ինքը որ ասեց գնա ճգնություններ արա, ինքը հետո հաջորդ տեքստում դա է ասում, թե ճգնությունները ինչի համար։ Արա, որպեսզի մոտենաս Աստծուն։ Հասկանում եք, հիմա այստեղ շատ կարևոր է։ Ոչ թե տեսնես, ոչ թե ինչ-որ բան անես, ապացուցես կամ չգիտեմ, հաշվարկես, եսի ինչ անես, այլ մոտենաս Գերագույն Աստծո ազնվորությանը։ Հա? Եվ այստեղ այդ դա է, որ այդ մոտենալը ինքը հարաբերություն է։ Եվ Տեր Բրահման ինքը կարևորում է այդ հարաբերությունը, չէ՞։ Հիմա, եւ ինքը միանգամից բան արեց, ներկայացրեց Գերագույն Աստծո ազնվորության դիրքը։ Հա? Այսինքն ինքը ասեց, որը ուրեմն ներկա է բոլոր կենդանիների սրտում։ Եվ մենք արդեն հույսով եմ, որ բոլորդ հասկացաք, որ խոսքը գնում է Գեր Հոգու մասին։ Պարամատմա բառն է։ Բաղկացած է պարա, այսինքն բարձր, եւ ատմա,
այսինքն էակ, հա, հոգի, էակ, ռուսերեն ես կասեի самость, հա, ասկարայ, որ ես կամ, հա, դա ատման է, պարամա ատման նշանակում է բարձրագույն հոգին, այսինքն բոլոր հոգիների աղբյուրը, չէ, հիմա, ինքը գտնվում է կենդանեակի սրտում, ինչ ասեց Տեր Բրահման, ինքը ասեց, որ այդ սրտում, հա, այսինքն բոլորից մոտիկն է քեզ, բայց մի անգամ, բայց одновременно, բայց միաժամանակ, հա, բոլորից հեռու, այսինքն ինքը, այո, ինքը գտնվում է մեր սրտում, չէ, ինքը իրա համար, որովհետև ինքը գիտակցում է այդ իրա ներկայությունը, ինքը գիտակցում է, որ իրանից ավելի մոտիկ կենդանեակը ոչ մի բան չունի, և հիմա դա գիտակցում է նաև Բրահման, հա, իսկ իլյուզիայի պատրանքի մեջ գտնվող կենդանեակները, իրանք չեն զգում Գերագույն Աստծո ազնվորության ներկայությունը իրենց սրտում։ Հիմա Տեր Բրահման ինքը ավարտեց մի շատ կարևոր գաղափարով, ինքը ասեց այդ գերհոգին, որը ինքը գտնվում է կենդանեակի սրտում, ինքը մնում է զգայարանների համար անհասանելի։ Տեսեք, այսինքն ինքը ճշտում է մտցնում, ինչ շարեց, դու հիմա սխալ ես անում, քո սերունդները սխալ են արել, ստեղծել են պրոբլեմ, այդ պրոբլեմը կարելի է լուծել միայն ճգնությունների միջոցով, ճգնությունները նրա համար են, որպեսզի դու կարողանաս մոտենաս Աստծուն, իսկ Աստծուն մոտենալը քեզ նրա համար է, որպեսզի դու կարողանաս ճիշտ ճշգրտել ընդհանրապես, թե որ պահվածքն է, որ քո համար ճիշտ է, այսինքն թե ինչպես դու պետք է օգտագործես քո բնությունը։ Հասկանում եք։ Եվ ավարտեց, որ այդ գերհոգին ինքը գտնվում է բոլոր կենդանեակների սրտում և սրանով ինքը ասում է իր որդուն, որ նա ամեն ինչ գիտի և ամենամոտիկն է քեզ, այսինքն իրանից ոչ պետք է ամաչել, ոչ պետք է իրան վանել, ոչ եսի ինչ, ինքը ամենամոտիկն է քո համար, չէ, բայց համել վերջում այդ պոչը ավելացրեց և մնում է անհասանելի զգայարանների համար, հա, և սա ինքը շատ կարևոր ճշգրտում էր։ Մարդիկ իրենք շատ հաճախ մտածում են, սխալ են մտածում այս հարցի շուրջ։ Գիտեք, ես նույնիսկ ժամանակին մի երիտասարդ զույգի հետ էի շփվում, որտեղ ամուսինը ինքը մի շատ այսպիսի մանկական ծիծաղելու բաներ ասում։ Ասում էր Մատաջաճի, Աստված կա, չէ։ Ասում է հա, իհարկե կա։ Բա իրա համար դժվար է, որ օրինակ ինքը մի հատ վիդեոռոլիկ ձայնագրի, հա, ու ասենք գցի ինտերնետ, որպեսզի մենք բոլորս տեսնենք ու համոզվենք, որ ինքը կա։ Ասում լսի, նայ, նյութական զգայարանը ինքը կոպիտ նյութից բացի շատ կարևոր խոսակցություն է։ Կոպիտ նյութից բացի ուրիշ ոչ մի բան չի կարող ընկալել, համաձայն ես, ասված է, ամենտեղ ասված է, նյութական զգայարանը ընկալում է միայն նյութական աշխարհը, հոգևորը ընկալելու համար պետք է ակտիվացնել հոգևոր զգայարանները, թե ինչպես հիմա դրա մասին չենք խոսում, ուրիշ սկզբուք ենք փորձում հասկանալ, հասկանում եք, չէ, ուրեմն, և դա ինչի համար է, որպեսզի մենք կարողանանք ընկալել Աստծուն։ Հիմա եթե դու ասում ես, ինչի ռոլիկ չի նկարում, որպեսզի ինքը այդ ռոլիկը նկարի, ինքը պետք է այնպիսի մի հատ ձև ընդունի, որը նյութական մարմինը կարող է ընկալի։ Հասկանում եք, այսինքն կամ եթերային, եթե մարդիկ իրանց
երրորդ աչքն է բաց, որ կարողանան այդ եթերային կերպարանքը ընկալեն, կամ արդեն կոպիտ ասած միսոարյունից։ Հա, բայց Տեր Բրահման ինքը ասեց ոչ, ինքը անհասանելի է նյութական զգայարանների համար։ Դրա համար, որպեսզի գերագույն Աստծո ազնվորությունը ընկալվի, հոգևոր գիտակցությունը պիտի մաքրվի, այսինքն պիտի մաքրվի կենդանի էակի հոգևոր ընկալումը։ Հասկանում եք։ Ուրեմն փաստացի, ինչ ասեց Տեր Բրահման իր որդուն, ինքը ասեց. քո ուժը այո շատ մեծ է, բայց այո ինքը շատ մեծ է նրա համար, որ դու քեզ թույլ տաս առանց մաքրագործվելու այդ ուժը օգտագործես։ Դրա համար նվիրի քեզ ճգնություններին։ Հա, այդ ճգնությունների շնորհիվ քո այդ հզորության էներգիան ինքը կգա ներդաշնակության մեջ գերագույն Աստծո ազնվորության հետ։ Հա, ի վեր ժամանակ դու կկարողանաս մոտիկանաս գերագույն Աստծո ազնվորությանը, հա, եւ կկարողանաս օգտագործել քո ուժը, այսինքն ամբողջ աշխարհին բարիք բերելու համար։ Սա է Տեր Բրահմայի ասած խոսքերը։ Եվ այստեղ նույնպես եք արդեն հույսով եմ մի քիչ նկատեցիք, չէ, որ բավականին խորը հոգեբանական մանելի ուժի, այսպես ասեմ, ուժի հոգեբանության մասին ահագին ուրեմն տեղեկություններ կան։ Սովորաբար մարդիկ իրանք մտածում են, որ հենց որ իրանց մոտ ինչ-որ մի տեսակի ուժ է հայտնվել, արդեն կարևոր չի թե ինչ ուժ, հա, դա իրենց իրավունք է տալիս անմիջապես սկսել գործել այդ ուժի հիմքի վրա, ինչի համար, սեփական ցանկությունները իրականացնելու համար։ Տեր Բրահման ինքը առաջարկեց Ռուդրային ուղղակի հակառակը։ Ինքը ասեց սկզբից կատարի ճգնություններ։ Արի գերագույն Աստծո ազնվորության հետ ներդաշնակության մեջ, հետո նոր գործի։ Ինչ է ուզում ասել Բրահմանը, չէ՞ որ ինքը մինչև դա արդեն Ռուդրային ասեց, չէ՞, որ դու կարող ես մնալ այստեղ, կարող ես մնալ այնտեղ, այսինքն ինքը արդեն ինչ որ գիտելիք տվեց, չէ՞ Բրահմային, թե ասենք Ռուդրային կներեք, թե Ռուդրան ինքը որտեղ պիտի գործի։ Իսկ հիմա երբ որ ինքը ասեց ճգնություն արա, որ հասկանաս Աստծո մտադրությունը, ինքը փաստացի ինչ ասեց։ Ինքը փաստացի իր տղային ասեց, դու ինձ լավ չես հասկացել։ Դու ինձ չես լսել։ Հասկանում եք։ Դրա համար ուրեմն Տեր Բրահման հիմա այստեղ ուղղակի հակառակը ասեց սկզբում արա ասկեզա, հետո նոր գործիր, այսինքն սկզբում մաքրագործիր ուժդ, հետո նոր իրան կիրառի։ Սա ինքը իրականում հոգևոր մարդու համար, ես նույնիսկ չեմ կարող գնահատել ինչ կարևորություն ունեցող սկզբունք է։ Ինչու՞։ Որովհետև իրական հոգևոր կյանքը, այսպես իրական հոգևոր կյանքը, ինքը կենդանիակին օժտում է շատ եզակի յուրահատուկ ուժերով եւ հնարավորություններով։ Հասկանում եք։ Եվ եթե կենդանիակը ինքը այդ իր ուժը, որը առաջանում է հոգևոր կյանքի պրակտիկայի շնորհիվ, հա, չկիրառի համաձայն գերագույն Աստծո ազնվորության մտադրության, ինքը կարող է դառնալ այն, ինչ որ դարձավ այս պահին Ռուդրան։ Այսինքն ինքը կարող է, այսպես ասեմ, էլի, մարդկության գլխին դառնալ գլխացավանք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, եթե կարողանում ենք ընկալել եւ հասկանալ կարևորությունը։ Հա,
Ուրեմն տեսեք, եւ այդ գաղափարը դա էր, որ սկզբից ուժը պետք է մաքրվի, հետո նոր իրան կարելի է կիրառել։ Եվ այս նույն բանը ինքը վերաբերվում է իշխանությանը, տաղանդներին, ինտելեկտուալ հզորությանը մարդու, այո, ինչու ոչ դրա հմայքին նույնիսկ խարիզմային, հա, նույն չենք խոսում բանի հոգևոր ազդեցության, հասկանում եք, չմաքրագործված ուժը ինքը միշտ բերում է այդ դրան, որ ուժը ինքը սկսում է խժռել, գուլ տալ ամեն ինչ որ կա իր շուրջը, եւ բառիս բուն, եւ բառիս վերացական իմաստով, հասկանում ես, եւ տեսեք ասենք, չէ, այստեղ շատ հետաքրքիր է, որ մենք ասենք այդ ճգնություններին մի փոքր փորձենք նայել հոգեբանության տեսանկյունից։ Այսինքն ինչ է անում ասկեզան, այսինքն ինչ ունակություն է տալիս ազնվորությանը ճգնությունը։ Առաջի հերթին ճգնության հանդեպ հակումներ ունեցող մարդիկ կամ սովորություններ ունեցող մարդիկ իրենք իրենց մեջ դաստիարակում են ամեն մի ներքին իմպուլսին անմիջապես չենթարկվելու սովորությունը, այսինքն իրանք եթե նույնիսկ ինչ-որ մի անգամից էսպես գործելու կամ ինչ-որ մի բան ցանկություն են ունենում, իրանք դա երբեք չեն անի։ Այն նրանք, ովքեր ճգնություն հանդեպ հակում ունեն, հա, իրանք անպայման կնստեն, կհավաքեն իրանց, կսկսեն կենտրոնացած մտածել։ Ինչու՞ համար, որպեսզի պարզեն, թե որն է հիմա ճիշտ գործողը։ Այդ շատ կարևոր է, որ այդ պրինալիչի էլի, երբ որ կա ուժը։ Հասկանում եք, ինչ է, այսինքն ինչ է տալիս ճգնությունը։ Եթե պատկերավոր ասեք, չէ, ինքը ճգնությունը բան էլ էսպես ցանկությունը իրականացնելու եւ գործողություններ կատարելու արանքը տարածություն է մտցնում։ Այսինքն ժամանակ տալիս։ Եվ նրանք, ովքեր գործելուց առաջ մտածում են, հասկանում եք, իրանք հենց այդ իսկ դա ճգնություն է, էլի, իսկ իրանք հենց այդ ճգնության ընթացքում ազատություն են ձեռք բերում։ Ինչու համար, որովհետև մտածված քայլեր են։ Այսինքն ճգնությունը կամ այդ էլի զսպված ինչ որ հարցի շուրջ մտածելու սովորությունը ինքը հիմք է հանդիսանում ազնվորության հասունության համար։ Հասկանում եք, եւ հիմա Տեր Բրահման ինքը փաստացի Ռուդրային դա ասեց, որ քո սերունդները եւ դու հիմա գործում եք ոչ որպես հասուն ազնվորություններ։ Ուրեմն պետք է գնացեք, տապասյադա մտածելու process է, հա, գնացեք եւ մտածեք։ Ինչի համար, որպեսզի հասունության հիմք ձեռք բերեք։ Հասկանում եք։ Այսինքն Տեր Ռուդրան ինքը ահռելի է։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ասենք, ինքը ինչպիսի անձնավորություն է, որ ինքը ուժ ունի, հա, ինքը այ ուժ ունի ամբողջ նյութական արարչագործությունը վերացնելու։ Հա, դրա համար դա ինքը ներկայացնում է ահռելի էներգիա, հա, բայց էներգիան դեռ մաքրագործված չի։ Եվ դրա բայց ինքը այդ էներգիան ինքը ունի իր նախասահման։ Եվ դրա համար է, որ Տեր Բրահման ինքը չի ոչնչացնում, այլ փորձում է ուղղություն տալ, որպեսզի այդ ուժը, այդ էներգիան, այդ հնարավորությունը ինքը գտնի իր նախասահմանում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը
հոգու մաքրագործման process-ի տեսանկյունից շատ ֆունդամենտալ սկզբունք է։ Հասկանում եք, որ ազնվորությունը ինքը ոչ թե պետք է խեղդի իր ուժը, կամ էլ ոչ թե պետք է ինչ-որ անմտածված դուրս թողնի այդ ուժը, այլ ինքը առաջին հերթին պիտի ուժը սանձահանի մաքրագործման process-ների միջոցով։ Եվ այդ ժամանակ արդեն այդ դա է, որ ուժը ինքը դառնում է благословение, օրհնություն բոլոր կենդանի էակների համար, չէ՞։ Հիմա, բայց եթե մարդը ինքը սկզբնականորեն մտածում է, որ ճգնությունը դա տառապանք է, հա, ես այսպես կասեմ, հազվադեպ, հա, հազվադեպ, իրականում չի գտնվի, բայց ես կասեմ հազվադեպ, որտեվ ինչ որ բաներ միշտ լինում են, էլի, исключение, ոչ չեն ենթարկվում օրինաչափությանը։ Հիմա տեսեք, ուրեմն, բայց եթե ազնվորությունը ինքը ասենք ճգնությունը անցալում է որպես տառապանք, չէ՞, ինքը երբեք ճգնությանը չի մոտենա։ Իսկ եթե ինքը ճգնությանը չմոտենա, իր ուժը երբեք չի մաքրվի։ Իսկ եթե այդ ուժը չի մաքրվի, ուրեմն այդ ուժը օգտագործվելու է կամ բիրտ էգոիզմի մեջ, կամ մի քիչ ավելի նուրբ։ Եվ վերջ։ Հասկանում եք։ Եվ այստեղ, ուրեմն, եթե անձնավորությունը ինքը այդպես հասկանա, որ ճգնությունը ինքը տառապանք է, ինքը չի մոտենա եւ չի կարողանա իր էներգիան, իր ուժը մաքրագործել։ Հասկանում եք։ Դրա համար, ուրեմն, այդ բանը Տեր Բրահմանն որ ուղարկեց իրան ճգնություններ կատարելու, ինքը առաջի հերթին այդ դրա մասին էր մտածում, որպեսզի տեսեք, ինքը ասում էր, քո համար ավելի լավ է, դու բարիք կբերես ու ինքդ էլ կերջանկանաս։ Հասկանում եք, այսինքն ինքը հիմա ուղղություն է տալիս, որ ոչ, դա ճգնությունը ինքը ոչ թե տառապանք է, այլ դեպի երջանկություն ճանապարհ։ Հա, հիմա Տեր Բրահման ինքը ջղայնացավ, ստեղծվեց Ռուդրան եւ Ռուդրան գնաց տիեզերք հավիրելու, չէ՞, այստեղից կարելի է տեքստը երկրորդ կետից սխալ հասկանալ, որն է այդ կետը, որ մարդը ինքը կարող է համոզմունք ձևավորել, հա, որ ուժեղ էմոցիաները պետք է ոչնչացնել։ Բայց այստեղ մենք պետք է նկատենք, հասկանում եք, որ Տեր Բրահման, այ ամենահզոր բանականության Տերը, ինքը չոչնչացրեց Ռուդրային, հակառակը մինչև վերջի պահը պահեց Ռուդրային այդ բանում, որ դու իմ որդին ես։ Հասկանում եք։ Հաջորդ ճուր գաղափարը, որը մարդիկ սովորաբար ունենում են, տեսեք, կա երկու գաղափար։ Առաջինը դա նա է, որ հոգևոր մարդը պետք է լինի համեստ, խոնարհ, համբերատար, բռնությունից ազատ, չէ, եւ դա ինքը չի ենթադրում ուժ։ Հա, հիմա մյուս կողմից, ուրեմն մենք տեսնում ենք, որ նյութական աշխարհը ինքը ագրեսիվ բնություն ունի, եւ եթե օրինակ կա կրոնական բան պետություն, եթե կա, ապա ինքը անպայման կարիք ունի պաշտպանության, որովհետև միշտ կարող է հարձակումների բանանել, հիմա ոնց համատեղել զինվորի ներկայությունը կրոնական դաշտում, հա, պաշտպանության նպատակներով միայն, հա, եւ ասենք համեստությունը, խոնարհությունը, համբերությունը եւ այլն եւ այլն։ Այդ ոնց բանանենք։ Հասկանում եք, եւ տեսեք, արիացիները իրենք ուրիշ պատկերացումներ ունեն հոգեվոր մարդու մասին։ Հասկանում եք, եւ իրանք երբեք այդպիսի բան չեն խոսում, որ ուժը ինքը անհամատեղելի է հոգեվորի հետ։ Երբեք։
Ինչու որտեվ իրանք ունեին իրենց քաղաքակրթությունը։ Այդ քաղաքակրթությունը անպայման ուներ իր բանակը, ընդ որում պրոֆեսիոնալ բանակը, հա? Եվ այդ պրոֆեսիոնալ բանակը ինքը պատասխանատու էր կրոնականության դաշտ ապահովող պետության անվտանգության համար։ Հա? Եվ այդ էր, որտեղ Բրահման ինքը հիմա դրան է ուզում հասնի, որ Ռուդրան ինքը հասկանա, որ միայն գերագույն Աստծո անձնավորությունը գիտի ինքը ինչպես գործի, որ տիեզերքը չավիրի։ Հասկանում եք։ Հիմա այսինքն այս տեքստը մեզ տալիս է մի քանի տրամադրություններ, այս տեքստերը, որոնք մենք ձեզ հետ կարդացինք, երեքշաբթի առաջի օրը եւ այսօր, չէ՞։ Իրանք տալիս են մի քանի տրամադրություններ, որի մեջ մտնում է այն գաղափարը, որ հոգևոր մարդը ինքը կարող է ունենալ ուժ, հա? Եվ ինքը չպիտի վախենա ուժ ունենալուց։ Ինքը պետք է խուսափի ուժը սեփական մտահղացումների մեջ օգտագործելու հանգամանքից։ Հասկանում եք։ Ուրեմն առաջի հերթին հոգևոր մարդը չպետք է վախենա իր ուժից։ Հա? Երկրորդ հերթին ինքը երբեք ուժը չպետք է կիրառի առաջինը, որտեղ դա կլիներ հաջորդ սկզբունքի խախտումը, ahimsa-ի, այսինքն բռնությունից ազատ վիճակի խախտումը, չէ՞։ Այսինքն շատ ու շատ խնդիրներ հոգևոր մարդկանց տարածքում իրանք առաջանում են ոչ թե այն պատճառով, որ ուժ չունեն մարդիկ, հա? Այլ այն պատճառով, որ իրենք չեն կարողանում սանձել իրենց ունակությունները եւ իրենց ունակությունները իրենց այդ որակներից, որոնք իրանք պետք է ունենան, ոնց որ առաջ են թռնում, էլի։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս տեքստերը իրանք արդեն ռեալ համարյա թե սահմանափակում են Ռուդրայի ծնունդի հետ կապված իրադարձությունները, հա? Եվ այստեղ մենք ձեզ հետ շփվեցինք մի շատ հետաքրքիր շղթայի հետ գաղափարների։ Առաջինը հենց երբ որ Բրահման ինքը հայտնվեց կամ Ռուդրան այս պահին Ռուդրան հայտնվեց, խոսքը գնում էր դրա մասին, որ հայտնվում է ինչ-որ մի հատ ուժ։ Այդ ուժը ինքը ունի իր անունը։ Եթե մարդը ինքը ուշադիր է լինում, ապա այդ ուժի անվանումը ինքը մարդուն հուշում է, թե այդ իրը կամ այդ երևույթը ինչի համար է։ Հա? Եվ ամեն մի ուժ մարդուն տալիս է ունակություն։ Հիմա եւ մարդը ինքը սկսում է փորձել այդ ուժի հետ կապված, փորձում է բաների փորձ կատարել գործելու։ Հա? Եվ եթե մաքրագործված չի եղել ուժը, ինքը ստանում է կատաստրոֆիկ հետևանքներ։ Կատաստրոֆիկ հետևանքներ է ստանում, սահմանափակումների է ստիպված գնում, հա? Եվ այդտեղ ուրեմն այդտեղ է, որ իրականանում է հրաժարումը, այսինքն տապասը։ Եվ կենդանիակը ինքը քանի գնում է, մոտենում է գերագույն Աստծո անձնավորությանը։ Այս հետաքրքրության մասին էր այս տեքստերը, հա? Եվ ամենակարևոր գաղափարը, որը հնչեց ճգնությունների հետ կապված այս տեքստերում, դա այն էր, որ ազնվորությունը, երբ որ ինքը ինչ-որ խնդիր լուծելու համար առաջին հերթին նստում է ճգնություններ կատարելու, այսինքն զսպելով իր վայելքը խորասուզվելու մտածմունքների մեջ, չէ՞, Տեր Բրահման ինքը ասեց, դա կդարձնի ինքդ քեզ երջանիկ։
Եվ սա ամենաառանցքային հայտարարությունն էր։ Հասկանում եք։ Եվ Տեր Բրահման ինքը ցույց տվեց եւ իր որդուն եւ աշխարհին, հա, որ ասկեզան կամ ճգտությունը ինքը պետք է ոչ թե միայն աշխարհի համար, հա, այլ ճգտությունը ինքը հենց առաջի հերթին անհրաժեշտ է ինքը իր համար, որովհետև ոչ մաքրագործված ուժը ինքը ավիրում է ոչ միայն իր շրջապատը, այլ տանջում է հենց իրան ջղայնության աղբյուրին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Տեր Բրահման ինքը իր խոսքերի մեջ վերջնականում ոչ թե առաջարկում էր ռուդրային բանելի փոքրանալ, դառնալ կիսապրատ ինչ-որ մի երևույթ, չէ, այլ հակառակը։ Ինքը ասեց, որ դու կդառնաս բոլորի համար բարիք եւ ճգնությունները հենց քեզ առաջի հերթին կդարձնեն երջանիկ։ Ուրեմն այստեղից բնականաբար բոլորս պիտի այս պահից սկսած դառնանք ուշադիր, որպեսզի մենք հետևենք, թե ասենք մարդը կամ ազնվորությունը ինքը ինչպիսի ճանապարհ պիտի անցնի, որպեսզի իր ուժը մաքրագործվի եւ կիրառումն էլ բարյացադրական արդյունքներ տա։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կնարկենք արդեն վաղ։